Դուք ավելի շատ հայտնի եք որպես սննդային հավելումների ուրեմն հեղինակ եւ ես կուզենայի մեր հեռուստադիտողներին պատմենք կամ հիշեցնենք ինչ սննդային հավելումներ են արտադրվում ձեր կողմից եւ ինչով են դրանց տարբերվում այլ երկրներում արտադրված սննդային հավելումներից ասեմ ձեզ, ուրեմն մենք ունենք տարբեր սննդային հավելումներ, ասենք յուղային լուծույթներ են հիմնականում, պատրաստված ասենք խնկից, ամարանտից, այնտեղ խատուտիկից, զվերաբոյից եւ այլն։ Ինչը որ ասենք հնարավոր է յուղ ստանալ, մենք կարող ենք դա կազմակերպում անում ենք։ Ունենք նաեւ այդ կորոնավիրուսի հետ կապված, ես մի անգամ այդ թեմայով մենք խոսել ենք, մենք այդ կորոնավիրուսի հետ կապված կենսաբանական ակտիվնույթը ուղարկել ենք աշխարհի տարբեր ծայրեր։ Միացյալ Նահանգներից սկսած մինչև Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա ու Ֆրանսիա։ Մինչ օրս էլ դրա բանը զգացվում է։ Ցավոք սրտի մեր առողջապահության նախարարությունը դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Բայց Ռուսաստանի ուրեմն առողջապահության նախարարը կին էր։ Ես դա ուղարկել եմ ուրեմն ռուսական FSB-ի գեներալների միջոցով հասել է նախարարին, ամեն ինչ նորմալ էր, որ նրանք ցանկացան դա ունենալ, երևի պատենտը, նրանք ձգտում էին պատենտը վերցնել, պատենտը գնել, բայց ցավոք սրտի, ասեմ ոչ թե ցավոք սրտի, մի կողմից լավ էր, որ վերջացավ այդ կորոնավիրուս կոչեցյալ հիվանդությունը, ժողովուրդը փրկվեց, բայց բոլոր դեպքերում այդ բանը մնում է մինչ օրս բաց։ Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսը դեռ կա եւ դեռ սպասվում է մեզ բոլորիս կրկին իր այցելությամբ, բայց ես որքան հասկանում եմ ձեր այդ սննդային հավելումը, այդ կորոնավիրուսի դեմ աշխատող ինքը նաեւ այլ վիրուսների դեմ է աշխատում։ Աշխատում է որպես ասենք քաղցկեղային ուռուցքների դեմ էլ աշխատում, բայց մենք դրա հետ մեկտեղ նաեւ տալիս ենք օրինակ ծծուկներից պատրաստված ֆերմենտներ, որը նպաստում է, ասենք, եւ կոնցերոգեն բջիջների վերացմանը եւ մարդու նորմալ կյանքի տևողությունը երկարացնելու։ Դուք նաեւ այս յուղերի հետ միասին ունեք նաեւ արտադրում եք նաեւ քսուկներ եւ նաեւ ֆերմենտացված ջրային լուծույթներ։ Բացատրեք խնդրեմ ինչի համար են դրանք։ Ջրային լուծույթները մենք օգտագործում ենք, խմում են մեր, ասենք, հիվանդները։ Աղեստամոքսային տրակտը, օրինակ ասենք մեկ օրինակ բերեմ, կրոն հիվանդությունը։ Կրոն հիվանդությունը գենետիկայի կենտրոնը մեր հիվանդներից մեկին ախտորոշել է կրոն հիվանդություն։ Կրոն հիվանդությունը դա համարվում է չբուժվող հիվանդություն, ավելի վատ է քան քաղցկեղը։ Մարդու աղիները աղեստամոքսային տրակտում, աղիները փտում են, կտրատվում են եւ կղանքի հետ դուրս են գալիս։ Այդ ցավերը արդեն աննկարագրելի են, դա ոչ մի ցավազրկող նրան չի օգնում։ Ուրեմն մի 10-15 օր խմելուց հետո մարդը կազդուրվում է, գնում է, որպեսզի ստուգվի, իրեն ախտորոշում են, որ դուք կրոն հիվանդ չեք։ Դուք ունեք ստամոքսի խոցային կոլիտ։ Դա էլ բուժվեց։ Հիմա այս մարդը դեռ գնացել է գենետիկայի կենտրոն, ասում է, դուք ինձ ախտորոշել եք կրոն հիվանդություն։ Հիմա ես կրոն հիվանդ չեմ։ Հիմա արդեն մնացածը թողնում եմ, ասենք, մեր առողջապահության նախարարության դատին, թե կրոն հիվանդությունը ինչպես կարելի է բուժել։ Սննդային հավելումները իրոք կարող են հրաշքներ գործել եւ ամբողջ աշխարհում հենց այդ նպատակով էլ սննդային հավելումները գոյություն ունեն։ Պարզապես հարցրեցի այդ ֆերմենտացված լուծույթների մասին, որը փաստորեն ձեր դեպքում, ձեր պատմած դեպքում ինքը այդ խնդիրը լուծել։ Հիմնականում օգտագործում են շաքարային դիաբետով հիվանդները, հիմնականում լիարդի, ասենք, այնտեղ գեմանգիոմա կամ ասենք այնտեղ նորագուացություններ լիարդում, ենթաստամոքսային գեղձի պոչուկի մասում կամ ասենք գլխիկի մասում, երբ որ ունենում են նորագուացություններ, այդ դեպքում կանայք օգտագործում են ուրեմն միոմայի դեպքում, ձվարանի կիստայի եւ արգանդի վզիկի ուռուցքի դեպքում լվացումներ են անում, որ 2 անգամ այդ ֆերմենտացված ջրով կաթեցնում են աչքին, որպեսզի ասենք գլակոմայի եւ կատարակտայի, ասենք, զերծ մնալու
Եվ մաստոպաթիայի դեպքում գցում ենք կրծքագեղձին, ու մենք տալիս ենք իհարկե այնտեղ ֆերմենտերով հարստացրած ինչ որ մի բան եւս խմելու, որպեսզի վիրահատության կամ քիմիոթերապիայի կարգավորման կարիք չզգացվի։ Եթերից դուրս դուք խոսում եք նաև նրա մասին, որ ձեր ուրեմն այս ծննդային հավելումների պատրաստման ժամանակ երբեմն պետք է լինում նաև կանաբիսի օգտագործում։ Կբացատրեք մեր հեռուստադիտողներին ինչ բան է կանաբիսը, ինչպես է դա օգտագործում եւ ինչ արդյունքներ կարող է տալ։ Ուրեմն կանեփը միակ բույսն է, որի ներկայության դեպքում ոչ մի միջատ այդ տարածքում չի լինում։ Պարազիտներ բաներ չեն լինում։ Այդ հոտից փախնում են։ Ես առաջարկում եմ, որպեսզի մեր կառավարությունը ուշադրություն դարձնի այն 5 հոգին, ովքեր ունեցել են լիցենզիա, որպեսզի արտադրեին կամ ունենային այդ կանեփի արտադրության բանը, մենք ընտրենք մեր հայկական տարբերակը, հայկական բանը, պատրաստենք կենսաբանական ակտիվ նյութ, իմիջիալոզ ես դրա լիցենզիան ունեմ, որ որպես կենսաբանական ակտիվ նյութ է մեր հիվանդները շատ հաճույքով էլ օգտագործում են։ Դա ոչ կախված ինչի համար է դա։ Դա ունի հակաուրուսկային հատկություն, հիմնականում հակաուրուսկային, հակաքաղցկեղային հատկություն, եւ մեր հիվանդները ոչ մի ցավազրկողի անհրաժեշտություն չեն զգում։ Պետք չի նրան ոչ մի ցավազրկող։ Ապրում է իր նորմալ կյանքով։ Բայց Հայաստանում այդ արտադրությունը այդպես էլ չստացվեց։ Ես կուզենայի, որ Հայաստանը, եթե մենք դնենք պլանտացիաներ ունենանք, որ ինչպես ասենք Չինաստանը, Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Իսպանիան, Հոլանդիան, պլանտացիաներ ունենան, դնային վերահսկողություն, մենք կարող ենք զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, ջինսի շալվարներ կամ չգիտեմ, պիջակ, սարոշկա եւ այլն, եւ մեքենաշինությունը, այսինքն մեքենաշինություն, տեսեք չինացիները սմալան խառնում են այդ բամբակի ստացած այդ նյութի հետ, ստանում են մեքենայի կուզով, դուր, լուսամուտ, ես չգիտեմ ինչ։ Եվ շատ թեթև ու շատ երկարատև կյանք ունեցող, այսինքն նա ոչ ժանգոտել կա, ոչ փչանալ կա, ոչ էլ ուզում ես մուրճով հարվածի, ինչով ուզում ես հարվածի, դա չի կոտրվում։ Դիմացքում։ Թող Հայաստանն էլ անի, մենք էլ անենք, ինչի՞ չանենք։ Հայաստանում դա չեն անում ըստ երևույթին, վախենալով որոշակի ռիսկերից, որ ասենք կանեփի արտադրության կամ պլանտացիաների գոյությունը վախենանք ատոմակայանից, կարող է պատահի հանկարծ ասված որ չանի, վաղը միսօր ատոմակայանի մի հատ ուծերկա լինի այնտեղ բանի, պետք է մենք վերանանք, ռադիացիայից պետք է վերանանք, բայց ինչի չեն վախենում ատոմակայանից, ինչ ասենք ատոմակայանը փակենք, այդ չի լինի։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ ռիսկը եւս կարելի է կառավարել։ Իհարկե կառավարում, պետությունը այդ հսկողությունը վերցնի իր վրա։ Դուք խոսեցիք հայկական կանեփի մասին։ Հայկական կանեփը ինչ որ առանձնահատուկ հայկական կանեփը գերազանցում է ինձ հայտնի եւ հոլանդականը, եւ իսպանականը, եւ ֆրանսիականն ու ամերիկյանը։ Մենք պատրաստում ենք կենսաբանական ակտիվ նյութ եւ մենք մարդուն չենք գցում կախման մեջ, որ նա դառնա նարկոման կամ եւ այլ։ Ոչ, նա կարող ամիսը մի անգամ մի թեյ տալ խմի, որ չհիվանդանա։ Դա չի նշանակում, որ կախման մեջ է։ Ինչ ծրագրեր ունեք մոտ ապագայում անելու, ինչը դեռ չեք, ինչ ուղղությամբ դեռ չեք զարգացել, որ փորձում եք այդ ուղղությունը եւս զարգացնել։ Նպատակները մի քիչ շատ են, ես կուզենայի ասենք թեման մի քիչ քննարկվել է ինչ որ մի որոշ տեղերում, կապված ռազմական արդյունաբերության բանով, բայց դա առանձին թեմա է, առաջարկել եմ մի քիչ բարձր կարող մարդկանց, բայց ինձ թվում է դա իրենց խելքի բանը չի էլի, որ մենք կարող ենք այս վիճակում չհայտնվենք։ Դա կուժեղացներ մեր ռազմական հզորությունը։ Իհարկե կուժեղացներ, դաժե մենք կարող ենք Ադրբեջանի հետ ուրիշ լեզվով խոսենք։ Ես չեմ ուզում, որ մենք հիմա որևէ մանրամասնություն բացենք այդ տիպի խոսակցության, բայց ես հորդորում եմ մեր պետական պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են այդ ուղղությամբ աշխատելու, ականջալուր լինեն պարոն Մելիքյանի ասած այդ խնդիրներին, եւ ես որքան տեսնում եմ եւ սննդային հավելումների մեջ եւ խմիչքի արտադրության մեջ եւ այլն, դուք բարձր ստանդարտներ եք պահպանում,
որը հնարավորություն կտա այս սապրանքը արտահանել երկրից եւ վաճառել այլ երկրներում։ Չգիտեմ, ուրիշ բան ունեք ասելու։ Լրացուցիչ ասեմ, եթե որևիցե մի, ես չեմ ասում մեր տարածաշրջանում, ասում եմ աշխարհում, եթե որևիցե մեկը, որևիցե մի կազմակերպություն արտադրող ոգելից խմիչքներ, սրա նման ինչ-որ մի բան կարտադրի, ուրեմն սա բանի պետք չի, նա ինքն էլ արտադրում էլի։ Ով է այդ։ Դրանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք բիոքիմիկոս, գյուտարար Ռուդոլֆ Մելիքյանի հետ։